Օրինակ, երբ ձերբակալում են մարդուն այս աշխատակիցները, իսկ տվյալ անձը ունի քաղաքական ապաստամանի դիմում, այսինքն իր հետ գնալը դեպի իր երկիր վտանգավոր է իր համար։ Արդյոք սա այս օֆիցերների համար ինչ որ չափով չափանիշ է ու ազդում է որոշման վրա, թե այնուամենայնիվ տարբերություն չկա։ Տեսեք, նայած ինչի համար են այս օֆիցերները ձեզ տանում detention կենտրոն։ Detention կենտրոն տանում են, որպեսզի դուք անցնեք վախի հարցազրույց, թե detention կենտրոն տանում են, որ դուք criminal case-եր ունեք ձեր վրա։ Այսինքն, եթե դուք criminal case ունեք, դա արդեն իրենք հակված են ձեզ դեպորտացնելու։ Ամեն դեպքում, եթե դուք ունեք 579 form մուտք տված, այսինքն ունեք ապաստանի case այս պարագայում, մինչև դուք չունենաք removal order, դուք չեք դեպորտացվի։ Այսինքն կարող է detention կենտրոնում եւ մինչև վերջնական դատը դուք լինեք։ Մյուս հարցը այն մարդկանց մասին է, ովքեր եկել են Մեքսիկոյով ու դեռ գտնվում են detention-ում, ինչ է սպասվում իրենց։ Այս պարագայում ունեն իրենք հնարավորություն bond hearing խնդրելու, եթե 9-րդ այցյանի շրջանակներում են եւ 180 օր եւ ավելի գտնվում են detention կենտրոններում, նաեւ ունեն humanitarian parole խնդրելու իրավունք, այսինքն սպոնսորական, բայց միևնույն ժամանակ ես խորհուրդ կտամ, որ իրենք պատրաստ լինեն, որ մինչև իրենց վերջնական դատը գուցե գտնվեն detention կենտրոնում եւ պատրաստ լինեն իրենց պատմությունը պաշտպանել եւ ներկայացնել detention կենտրոնից։ Ունենք շատ դեպքեր քաղաքական ապաստանի, երբ որ մարդիկ մինչև վերջնական դատը գտնվում են detention կենտրոններում։ Այսինքն շատ կարևոր է, որ case-ը լինի love case, լավ ապացույցներով։ Կարևոր է, որ իրենց պատմությունը լինեն ճիշտ խմբագրված եւ ճիշտ ներկայացված եւ դա լինի իրենց պատմությունը, որպեսզի իրենք կարողանան ամբողջական ներկայացնեն եւ ունենան ապացույցներ իրենց պատմությունը վկայող ապացույցներ։ Այսինքն միայն պատմությունը դա վերջնական չի, մարդ պետք է կարողանա իր պատմությունը նաև ապացուցել։ Եվ վերջին հարցը Շուշանիկ ջան, ձերբակալվել IC կողմից նշանակում է դեպորտն անխուսափելի է, թե այնուամենայնիվ փաստաբանի միջոցով կարող են ազատ արձակվել։ Տեսեք, մարդիկ երբ որ ձերբակալվում են, detention կենտրոն են տարվում IC կողմից, իրենք ունեն մի քանի հնարավորություն։ Առաջինը bond hearing խնդրել, այսինքն գրավի դիմաց ազատ արձակվել, parole-ի միջոցով, այսինքն սպոնսորական humanitarian parole իրականացվի, եւ երրորդը մինչեւ վերջնական դատը մնան detention կենտրոնում եւ վերջնական դատը անցկացնեն detention կենտրոնից։ Եթե նրանք ունեն ապաստանի case, մինչեւ դատավորի removal order չտա, իրենք չեն դեպորտացվելու։ Անչափ շնորհակալ